Բարև ձեզ, եթերում եվրոպական հեռանկար հաղորդաշարն է։ Մենք պատմում ենք Եվրոպական հանձնաժողովի ծրագրերի ու մոտեցումների, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին։ Այս անգամ մենք կանդրադառնանք Հայաստանում Եվրամիության կողմից ֆինանսավորվող այն ծրագրերին, որոնք վերաբերում են կանանց իրավունքներին։ Մինչ այդ Եվրոպական միության պատվիրակության օրակարգի մասին մեկ պարբերությամբ։ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ Այրուձի հասարակական կազմակերպությունները և Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանն է Սիրահարների այգում կազմակերպեցին բացօթյա համերգ և լուսանկարների ցուցահանդես։ Համերգը նվիրված էր Եվրոպական կամավորական ծառայությանը, որն իրականացվում է Եվրամիության երիտասարդությունը շարժման մեջ ծրագրով։ Հավաքված երիտասարդները հնարավորություն ունեցան վայելելու հայկական ռոք և ռեգի խմբերի կատարումները։ Միջոցառման մասնակիցներին ողջունեց նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Տրեան Հրիսթեան։ Եվրոպական կամավորական ծառայությունը երիտասարդներին եզակի հնարավորություն է ընձեռում Եվրամիությունում և այլ երկրներում իրականացնել կամավորական աշխատանքներ։ Այսպիսով այն նպատակ ունի երիտասարդների մեջ զարգացնելու համերաշխություն, փոխըմբռնում և հանդուրժողականություն։ Այս կերպ նպաստելով Եվրամիությունում սոցիալական համախմբվածությանը և խրախուսելով երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող Twinning ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին։ Գործընթացը զարգացնելու նպատակով Twinning ծրագրի միջոցով կհամագործակցեն Հայաստանի, Գերմանիայի, Լատվիայի արդարադատության նախարարությունները։ Twinning ծրագրի ֆինանսավորման համար Եվրամիությունը հատկացրել է շուրջ 1 միլիոն եվրո։ 2 տարի տևողությամբ ծրագրի գլխավոր նպատակն է օժանդակել արդարադատության նախարարության ներքին նորմատիվ և կազմակերպչական համակարգին, հնարավոր դարձնել ոլորտում Եվրոպական միության չափանիշների ներդրմանը։ Հայաստան Եվրամիություն համագործակցությունը իր բոլոր ուղղություններով մտել է մեր տնտեսական, սոցիալական, քաղաքական կյանք, եւ սա բնական է։ Սա բնական է մի երկրի համար, որը իր ամբողջ աշխարհի հայտարարել է, որ եվրոպական ուղղությունն ու եվրոպական համագործակցությունը մեզ համար այլընտրանք չունի։ Հոկտեմբերի 8-ից 12-ը Երևանում Եվրամիության արևելյան գործընկերության մշակութային ծրագրով մեկնարկեց Spaces ծրագիրը։ Այն համախմբում է Եվրամիության, ինչպես նաև գործընկեր երկրների արվեստի և մշակույթի գործիչներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, երիտասարդներին։ Spaces ծրագիրը հանրային զրույցների և հաղորդակցության շարք է, որն իրականացվում է մասնակցային արվեստի և մշակութային միջոցառումների միջոցով։ Նպատակը տարածաշրջանում ինքնակրթության, սոցիալական հետազոտությունների և մշակութային քաղաքականության բանավեճի խրախուսելն է։ Ազատության հրապարակում տեղադրված և 1 նոտայով լարված դաշնամուրները անցորդներին ապացուցում էին, որ հասարակության բազմազանությունը բազմաթիվ նոտաներով երաժշտությունն է։ Միայն 1 նոտան և 1 կարծիքը ձանձրացնում են և արդյունք չեն տալիս։ Եվրամիության կազմակերպած հանրային զրույցների մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել ծրագրի 5 օրերի ընթացքում։ Մշակութաբան Վարդան Ջալոյանը Վերնիսաժ սրճարանում դասախոսություն կարդաց գրականությունը և հանրային ոլորտը թեմայով։ Այնուհետև մասնակիցներն անցան քննարկումների և մտքերի փոխանակման։ Խոսելով անտիկ հունական գրականության գործառույթի, մասնավորապես գրականության ու դեմոկրատիայի մասին, մասնակիցները հատուկ ուշադրություն սևեռեցին հայկական իրականության վրա։ Բանախոսը հավելեց, որ հանրությունն անմիջականորեն կապված է գրականության հետ, միայն թե այդ կապը պետք է ամուր և հարատև լինի։ Հրապարակների, փողոցների և շինությունների վերանվանումները, արձանների տեղահանումն ու նորերի տեղադրումը քաղաքի վրա թողնում են ազգային պատմական անցյալի կնիքը։ Եվրամիության հանրային զրույցների շրջանակում այս հարցերին անդրադարձան միջոցառման մասնակիցները։ Մայր Հայաստանի մոտ հավաքվելը պատահական չէր։ Արձանը հաղթանակի զբոսայգու հետ միասին զրույցի թեմայի հիմնական օրինակներից էր։ Համանման քննարկում տեղի ունեցավ ճարտարապետների միությունում։ Եվրոպացի բանախոսներ Ռիչարդ Լևանն ու Հայդի Դումրայխերը զրուցեցին հասարակության, ճարտարապետության, շրջակա միջավայրի քաղաքական կառավարման խաչմերուկների մասին։ Spaces հանրային զրույցներ ծրագիրը նպատակ ունի քննարկումների արդյունքում վեր հանել հանրային շահը, օգտագործել հասարակական և մասնավոր ներուժը, մասնակցային հասարակություն ձևավորելու համար։ Ծրագրի իրականացման հարցում Հայաստանում Եվրամիության պատվիրակության գործընկերն էր Ուտոպիանա կազմակերպությունը։ Երևանի Տիկնիկային թատրոնում նախատեսվում էր ցուցադրել սերբական Պարադա ֆիլմը, ինչը միանշանակ չի ընդունվում հանրության կողմից։ Ֆիլմը պատմում է Սերբիայում միասեռականների շքերթի կազմակերպման մասին։ Արձագանքելով ֆիլմի ցուցադրության շուրջ առաջացած քննարկումներին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ու ցուցադրության կազմակերպիչ Գերմանիայի դեսպանությունը հանդես եկան մամլոասուլիսով, որի ժամանակ ընդգծեցին Հայաստանում գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման հետ կապված եվրոպական տեսակետները։
Հասկանում ենք, որ այս թեմայով ֆիլմ ցուցադրելու գաղափարը մտահոգություն առաջացրեց հայ հասարակության որոշ ներկայացուցիչների շրջանում։ Ի պատասխան կցանկանայի նշել, որ Եվրոպական միության նպատակը կարծրատիպերը կոտրելու միջոցով Հայաստանում տեղեկատվության տարածումն ու հասարակության իրազեկումն է։ Արվեստի կարևոր դերը քննարկումների համար նյութ ստեղծելն է, ինչպես նաև կանխակալությանն ու կարծրացած տեսակետներին դիմագրավելը։ Գերմանիայի Դաշնության Հանրապետության դեսպան Ռայներ Մորելն ավելացրեց, որ այն մարդիկ, ովքեր դեմ են արտահայտվել ֆիլմի ցուցադրությանը, անկասկած ունեն իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը։ Միևնույն ժամանակ ֆիլմը դիտել ցանկացողներին պետք է հնարավորություն տրվի անել դա։ Հոկտեմբերի 12-ին հույսի կամուրջ հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության աջակցությամբ նախաձեռնել էր ակցիա «Երևանը նաև իմ քաղաքն է» խորագրով։ Այն նվիրված էր մայրաքաղաքի մատչելիության խնդրին եւ նպատակ ուներ քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար միջավայրի ապահովմանը։ Մասնակցում էին հաշմանդամություն ունեցող երիտասարդներ եւ երեխաներ, ընտանիքի անդամներ, ընկերներ, հետաքրքրված անձինք եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Երթի մասնակիցները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնեցին իրենց նամակ ուղերձը։ Այժմ մեր հատուկ անդրադարձը կանայք եւ տեղական ժողովրդավարությունը ծրագրին։ Այն իրականացվում է մի քանի գործընկեր կազմակերպությունների հետ մեկտեղ եւ կշարունակվի մինչեւ 2015 թվականը։ Ամբողջ ռայոնը, Կոտայքի մարզը, ամբողջ Նոր Գեղին խնձորը, ամբողջ աշտարակը խնձորը, Օհանաբան, Կարպին պետք է ասենք ինչ որ ձևով, ինչպես մթերվում է խաղողը, այդ ձևով էլ ասենք մտածվի այս խնձորի մթերման մասին։ Մանյա Կիրակոսյանն արդար չի համարում, որ գյուղացին ողջ տարին չարչարվի առատ բերք ստանալու համար եւ ավելի քիչ եկամուտ ստանա, քան բերքը վերավաճառողը։ Նա Նոր Գեղի համայնքի ավականու անդամ է։ Ասում է միշտ է ընտրվել, քանի որ մարդիկ գիտեն, Կիրակոսյանն անտարբեր մարդ չի, իրենց խնդիրներին հետամուտ կլինի։ Տիկին Մանյան աշխատում է նաև Նոր Գեղիի պետական գյուղատնտեսական քոլեջում։ Ես 47 տարի ցերեկային բաժնի վարիշն եմ։ Հիմա էլ ասենք տնօրենի խորհրդական։ Ինձ 3 անգամ առաջարկել են գյուղսովետի նախագահ հրաժարվել եմ։ Ավականու եղած ժամանակը ասենք ինչ է մնում, ասենք ժողովրդի հոգսերի մասին մտածել։ Ասենք բավականին բաներ, ասենք իմ առաջարկությամբ արվել է։ Ասենք լուսավորությունը մեր փողոցի, ասենք եկեղեցու կառուցումը, ասենք այն կոյուղին, որ գնում էր մեր տները, առաջարկեցի, որ փակ խողովակներ տրվեց եւ կոյուղին փակվեց, նորմալ գնում է։ Տիկին Մանյան ավականու միակ կին անդամը չէ, այս տարի նրան ընկերակցում են Թույլսերի եւս 3 ներկայացուցիչ։ Նրանք միասին մասնակցել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կազմակերպած սեմինարներին կանայք եւ տեղական ժողովրդավարությունը ծրագրի շրջանակներում։ Եվրամիության կողմից ֆինանսավորվող այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում տեղական մակարդակում գենդերային հավասարությանը։ Տիկին Մանյան համամիտ է ծրագրի այն դրույթի հետ, որ կանայք տղամարդկանց հետ միասին պետք է մասնակցեն տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին եւ որոշումների կայացմանը։ Կարծում է, որ սեմինարներն օգտակար էին, բայց կարևոր է նաև մարդկային տեսակն ու որակը, թե չէ ստացված գիտելիքները այդպես էլ չեն գործածվի։ Շատ կներես ամեն մի կին չի կարող ասենք ինչ որ հասարակական աշխատանք տանի կամ ղեկավար աշխատանք տանի, դա մարդու ընտունակություններից է գալիս։ Եթե մարդը տղամարդ էլ կա, որ նա չի կարող ղեկավարի, դա ինչ կապ ունի, կնիկե թե տղամարդ։ Սեպտեմբերին կայացած ընտրությունների ժամանակ Նոր Գեղի համայնքի ավականու կազմում ընտրվել է նաև 7 տղամարդ։ Գյուղացիների խոսքերով իրենց գյուղապետն աշխատող մարդ է, որ ավականին չուզի էլ գործանի, կաշխատեցնի։ Այսօրվա այս պահին կանայք մի քիչ ավելի շատ ակտիվ են, քան թե տղամարդիկ։ 7 տղամարդկանցից կարելի ասել 3-ը համեմատաբար ավելի պասիվ են, քան այս կանայք։ Իսկ նրանք հավասարազոր են։ Նոր Գեղիում կանանց մուտքը ավականու կազմի մեջ նոր երևույթ չէ, վերաբերմունքն էլ հիմնականում դրական է։ Ճիշտ է կլինի, որ ասենք գեղեցիկ սեռը ավելի ընդգրկված լինի այդ ամեն ինչին, որովհետեւ տղամարդկանց հետ մի քիչ դժվար է, մի քիչ խափիփայությունը շատ է։ Կանայք էլի որոշ տեղ բան կանեն էլի, ուստուպկա կգնան էլի։ Եթե լավ կնանիք լինեն, կաշխատեն։ Ղայիմ կնանիք լինեն, մեր բարբարով ասած, ամեն ինչ էլ կարող են անել, բայց որ անտարբեր լինեն, ոչ մի բանի չեն կարող անել։ Դե բոլորս պայքարում ենք իրավահավասարության եւ կանանց տղամարդկանց միջև եւ մեր դարի կանայք, մեր թվի կանայք էլ արդեն իսկ հավասարվում են։ Ինձ թվում է ոչ մի բանով չեն զիջում։ Ոչ գիտելիքների, ոչ աշխատավոճի, ոչ մի բանի առումով չեն զիջում։
Նոր Գեղին հարուստ համայնք է։ Մոտ 400 հեկտար այգիները, թռչնաբուծական ֆաբրիկան, թանկարժեք քարերի գործարանները, խճաքարերի հանքերը, թթվածնային կայանը ապահովում են տեղացիների մեծ մասին աշխատատեղերով եւ եկամուտով։ Բայց խնդիրներ կան, ավականին հաստատ անգործ չի մնա։ Իրանք շփվում են ժողովրդի հետ եւ իրենց առաջարկությունները մենք քննարկում ենք։ Ոչ բոլոր առաջարկություններն է հասնում, այնտեղ առաջնահերթ, երկրորդական, օրինակ սելավատար չունեինք, սելավի ժամանակ լսում էր տները, բան եւ այլը, մոտ համարյա կիլոմետրից ավել մենք սելավատար կառուցեցինք։ Գյուղապետի կարծիքով Հայաստանում ավականու ինստիտուտը կայացման շրջանում է։ Եվրոպական փորձագետներն էլ են հավաստում, որ այս համակարգում վերջին 15 տարիների ընթացքում առաջընթաց է արձանագրվել։ Առաջի հերթին պետք է մեծացնել ավականու դերակատարումը, հետո այդ ավականու մեջ տեսնել կանանց։ Ինչու ենք մենք անդադ ավականին թիրախավորում, որտեղ կարծում ենք, որ կանայք իրենց ավելի հարմարավետ ու ավելի հեշտ ադապտացիայի առումով կզգան ներկայացչական մարմնում, որտեղ թիմային է աշխատանքը, որտեղ որոշումները կայացվում են կոլեգիալության սկզբունքով, որտեղ կարելի է քննարկումներ անել, իհարկե չբացառելով որոշակի ունակությունների, ներքին ձգտումների պատրաստվածության պարագայում նաև ուղղակի պատասխանատվության տակ մտնել իդեմս համայնքի ղեկավարի։ Նանա Ոսկանյանը գյուղի ոչ պետական միջնակարգ դպրոցի տնօրենն է եւ ավականու անդամ։ Ասում է սովոր է խնդիրներ լուծել եւ տղամարդկանց հետ աշխատել։ 20 տարի դպրոցի տնօրեն է եղել, ավականու կազմում էլ առաջին անգամ չի հայտնվել։ Համագյուղացիները գնահատելով նախորդ տարիների աշխատանքը կրկին առաջադրել են նրա թեկնածությունը։ Բարից առաջ է դրված, թե հետո է դրված։ Հետո Տիկին Ոսկանյանը, ինչպես եւ ավականու բոլոր կին անդամները, միտված է սոցիալական հարցերի լուծմանը։ Առավել մտահոգ է բանավան կոչվող թաղամասի բնակիչների խնդիրներով։ Նրանք այգիներ չունեն, աշխատում են թռչնաբուծական ֆաբրիկայում, որը պատահում է մարդկանց ամիսներով չի վճարում աշխատավարձ։ Մտածում է այս թաղամասում կարելի է որևէ արտադրամաս հիմնել, Կարուձևի օրինակ, որ գոնե կանայք աշխատանք ունենան։ ամենացավոտ կետն է բանավան թաղամասի դպրոցը։ Այսօրվա դրությամբ երեխան դասից տուն է գնում ծխի հոտով մրոտ, որտեղ ծուխ է վառվում, վառարան է վառվում։ Կուզենայի, որ այս ավականու միջոցով թեկուս այդ դասարանի, այդ դպրոցի ձմեռվա վարելիքի հարցը կարողանայինք օգնել լուծվեր։ Շուշանիկ Նազլուխանյանը երկրորդ անգամ է ընտրվել ավականու կազմում։ Այս ընտրություններից հետո ավականին դեռ չի ստանձնել իր լիազորությունը, բայց մեր նկարահանման օրը Շուշանիկը հանդիպեց գյուղում բնակվող Ադրբեջանից գաղթած փախստականների հետ։ Ավականու հենց առաջին նիստի ժամանակ պատրաստվում է հանդես գալ նոր առաջարկություններով։ Ես իմ նախընտրական ծրագրի մեջ ընդգրկել եմ այս հարցը կանալի արգելապատնեշ կառուցելու համար, քանի որ նա գտնվում է բնակելի թաղամասին մոտ եւ վտանգ է ներկայացնում իրենից։ Նաթելա Շմավոնյանն իր խոսքերով միշտ է ակտիվ եղել, չի սիրում նստակյաց միապաղաղ կյանք։ Նախկինում մանկապարտեզի տնօրեն էր, հիմնարկի լուծարումից հետո նոր մասնագիտություն է ձեռք բերել եւ աշխատում է այժմ որպես գլխավոր հաշվապահ։ Դժվարություններ շատ է հաղթահարել, հիմա էլ փորձում է լուծել համագյուղացիների խնդիրները։ Դեռ մենք ինքնուրույն մեզ չենք պատկերացնում, ասենք, որ մենք կարող ենք ինչ-որ հարց լուծել ու պնդել, մի քիչ մտավախություն կա, որ ոնց կընդունվի շրջապատի կողմից, մանավանդ կին ավականիների մեջ այդ կարծրատիպը դեռ կա, մենք չենք կարող, շատ հաճախ ընտանիքից, շրջապատից քաշվելով չես ուզում շատ մեծ հարցերի մեջ խորանալ, կա նման բաներ, բայց հետագայում երևի կանցնի, արդեն ես երրորդ անգամ եմ ընտրվում ու զգում եմ, որ քիչ-քիչ իմ մեջ արդեն փոխվում է, ես փոխվում եմ։ Կանայք եւ տեղական ժողովրդավարությունը ծրագիրն իրականացվում է մի քանի հասարակական կազմակերպության եւ 2 նախարարության մասնակցությամբ։ Այն մեկնարկել է այս տարի եւ կավարտվի 2015-ին։ Իսկ ինչ կոնկրետ արդյունքներ ենք մենք ակնկալում։ Անկեղծ ասած, մենք ծրագրում գրել ենք տեսակարար թվի մեծացում կանանց, ներկայացվածության բարձրացում, նրանց դերակատար, ինչ որ բաներ գրել ենք, բայց ամենակարևորը, որ եթե մենք կարողանանք գոնե մի փոքր հասարակական ընկալումը կանանց դերակատարման հատկապես գյուղական համայնքներում փոխել, դա կլինի ամենամեծ արդյունքը, իսկ մենք դա կարողանալու ենք անել։ Հայաստանի ամենաավանդապաշտ քաղաքներից մեկում Մարտունիում արդեն ավարտվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող համանման ծրագիրը։ Արդյունքների մասին խոսում են հենց իրենք մարտունեցիները։
Ընդ կարաս ասես, Մարտունում տղամարդկանց եւ կանանց հավասարություն կամ անհավասարություն կա, տղամարդն ու կինը հավասար են թե չէ։ Չէ, հավասար չէ։ Մարտունիում կնոջ խոսքն առաջինն է միայն առաջին հայացքից։ Ինֆորմացիոն հետազոտությունների եւ զարգացման հասարակական կազմակերպությունը 2011 թվականին Եվրոպական միության ֆինանսավորման մեկնարկեց գենդերային անհավասարություն ծրագիրը, փորձելով Մարտունիում փոխել հասարակական մոտեցումը։ Մարտունին դա ավանդական տարածաշրջան է, որտեղ ավելի շատ ապրում են ադատներով, որտեղ մեծի խոսքը մեծի անցնել արդեն։ Եվրոպական միության համար կարևոր է Հայաստանի Հանրապետությունում տեսնել հասարակություն, որտեղ գենդերային խտրականությունը տեղ չունի։ Ինֆորմացիոն հետազոտությունների եւ զարգացման կենտրոնը տարեսկզբին անցավ գործի։ Ծրագրի իրականացման ցանկությունն էր, որպեսզի սա ոչ թե վերացվի, որտեղ այն ինչ դարերով եկել է, միանգամից դուրս չես կարող անել։ Գոնե սկսվի սրա մասին հասարակական քննարկում։ Իրավիճակը փոխելու համար ծրագրում ներգրավեցին Մարտունու երիտասարդներին, կազմակերպեցին սեմինար, որտեղ ներկայացվեցին գենդերային հավասարության կարևորությունները։ Տիգրան Բաշինջաղյանը Մարտունիում կազմակերպության ներկայացուցիչը 1 տարի ուսումնասիրելով այս խնդիրը հասկացավ, գենդերային անհավասարությունն այստեղ լուրջ արմատներ ունի։ Եթե մեզ մոտ երեխա է ծնվում, եթե իմանում է որ տղա է, ասում են աշկետ լույս, եթե աղջիկ է, ասում են լավ, ոչինչ։ Եվրամիության շրջանակներում իրականացված ծրագրով կազմակերպվեց նաև ուղիղ եթեր, որը իսկական շոկ էր մարտունեցիների համար։ Եթերում խոսվում էր գենդերային խտրականության մասին, իսկ եզրակացությունը մեկն էր՝ կնոջ եւ տղամարդու միջև պիտի հավասարություն լինի։ Ծրագրի երրորդ ամենահետաքրքիր փուլն այն էր, որ սեմինարի մասնակիցները շրջում էին փողոցում, բացատրում, թե ինչ բան է գենդերային հավասարությունն ու կարծիքներ հավաքում։ Ասում եմ պապի ջան, տան մեջ դու ես գլխավորը, թե քո կինը, ինքը ասում է բնականաբար ես եմ, աղջիկ ջան, կինը ինչ գործ ունի, տան ղեկը իր ձեռքում վեցնի։ Մարդը ընտանիքում իշխա տղամարդ տավարի կինել որպես կին ընտանիքի մայր երեխաներում այլ զբաղව երեխեքի դաստիարակությամբ։ Ինֆորմացիոն հետազոտությունների եւ զարգացման հասարակական կազմակերպությունն այս ծրագրով փորձեց փոխել հասարակական գիտակցությունը, ուշադրությունը սևեռելով տղամարդու եւ կնոջ հավասարության վրա։ Ծրագիրը տևեց 1 տարի, մինչ այսօր սեմինարի մասնակիցները քննարկում են այս հարցը։ Տան ղեկնում ձեռքին պիտի լինի, փողոցում թե տանը, աշխատանքի վայրում թե ազատ ժամանակ։ Գենդերային խտրականության մասին խոսելիս արդեն Մարտունիում գիտեն ինչի մասին է խոսքը։ Եթե կինն ուժեղ է, հաղթում է մարդուն, դա կապ չունի։ Հետի կապված է ընտանիքի դաստիարակություն եւ եկե մեր պահպանական, որ կինը թող մնա կին, տղամարդն իշխա։ Հայ ընտանիքում պետք է տղամարդն իշխա։ Մարտունեցի վարպետն են նույնիսկ տեղյակ ծրագրի մասին։ Սա միակ թեման է, որի մասին կարծիք է հայտնում մի կողմ դնելով մուրճն ու մեխը։ Շնորհակալություն։ Վատե ջան, արգանքներս, թույլ տու սեղմել ձեռդ։ Այնտեղ կնոջ ասում են հնազանդ եղիր եւ վախեցիր ամուսնուցդ։ Վախը ինչի մեջ է ասում վախեցիր, որտեվ եթե չվախենաս ամուսնուցդ, կկորցնես ամուսնուդ, ոչ թե ծեծելու է կնոջը։ Այս ճշմարտությունը հասկացեք միայն նախադասության։ Ծրագրի կազմակերպիչները գոհ են արդյունքներից։ Կարճ ժամանակում Մարտունիում փոխել հասարակական գիտակցությունը անհնար էր, բայց հասան իրենց ուզածին։ Մարտունիում բանավեճ սկսվեց։ Առաջիկայում կշարունակենք ներկայացնել Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության ոլորտները։ Ծանոթացեք Եվրոպական միության պատվիրակության աշխատանքներին մեր հաջորդ հաղորդման ընթացքում։ Ցտեսություն։